Հարցեր կան։ Լավ։ Լավ, այսքանը։ Շնորհակալություն նախ պարոն Մանուկյան բազմաշերտ հարցերի համար, որովհետև նախարարության գրեթե բոլոր ոլորտներին անդրադարձակ որպես այդպիսին։ Անդրադառնամ առաջին հարցադրմանը։ Պարոն Մանուկյան, նախ թույլ տվեք չհամաձայնել այն դիտարկման հետ, որ Հայաստանի Հանրապետությունում կա որևէ պաշտոնատար անձ, որը ծառայում է անձին, այլ ոչ օրենքին եւ կոնկրետ պաշտոնից բխող լիազորությունից բխող գործողություններ է կատարում։ Սա առաջինը։ Եվ ոստիկանության պետը, որը նաև համատեղում է իմ տեղակալի պաշտոնը, այդ պաշտոնատար անձանցից մեկն է, որը որ կատարում է իր պաշտոնից բխող հստակ գործառույթներ։ Ցանկացած դեպքում, եթե պաշտոնատար անձը կատարում է որևէ խախտում կամ, չգիտեմ, կա առերևույթ որևէ խախտման հանգամանք, որը կարող է մտահոգության տեղիք տալ, դա պիտի քննարկվի իրավաչափ պրոցեսի շրջանակներում, որը որ կարող է լինել վարչական վարույթը, կարող է լինել կարգապահական պատասխանատվության սխեման եւ կարող է լինել քրեական վարույթը առհասարակ։ Հիմա ինչ վերաբերում է պարոն Հովհաննիսյանին, ասեմ, որ ներքին գործերի նախարարությունում իմ նշանակումից հետո կադրային տարբեր փոփոխություններ են եղել եւ կարծում եմ կադրային փոփոխությունները շատ բնական են եւ որևէ արհեստական բան կադրային փոփոխությունների մեջ չկա։ Եվ կադրային փոփոխությունները գալիս են ինչ որտեղ նաև օգնելու, որ մենք նոր հայացքով, նոր մոտեցմամբ նայենք այն հարցերին, որոնց որ տարիներ շարունակ կարող ենք մեկ այլ հայացքով նայել բնականորեն։ Եվ ոստիկանապետի փոփոխությունը հենց այս տրամաբանական մոտեցման շրջանակներում է, որ կարիք կար ունենալու կադրային փոփոխություն, որը որ կօգներ ոստիկանության ոլորտի բարեփոխումները ել ավելի թարմ աչքով նայելու, ել ավելի արդյունավետ մեթոդներով իրականացնելու եւ գնալու առաջ։ Սա է եղել բացառապես պարոն Հովհաննիսյանի ազատման պատճառը, պետք չի փնտրել ինտրիգներ, պետք չի փնտրել միջանձնային տարբեր հարցեր, պետք չի փնտրել այլ հիմնավորումներ, որոնք որ կարող էին ձեր պատկերացմամբ լինել պաշտոնից ազատման հիմքում։ Ցանկացած անձ հավերժ չէ, որևէ պաշտոնատար անձ հավերժ չէ եւ մի օր կարող է նշանակվել եւ հետագայում կարող է ազատվել տվյալ պաշտոնից կամ ազատվելուց հետո կարող է զբաղեցնել մեկ այլ պաշտոն։ Սա առաջինը եւ նորից անդրադառնալով մամուլի տեղեկություններին, վստահաբար ես տեղյակ եմ, թե մամուլում ինչպիսի տեղեկություններ, ինչպիսի հիմնավորումներ են շրջանառվում, դրանք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ Հիմնավորումը ես արդեն իսկ նշեցի, որ պայմանավորված է բացառապես պրոցեսները ել ավելի նոր եղանակով կազմակերպելու եւ ես այս տրամաբանության մեջ եմ նաեւ առաջարկել վարչապետին նշանակել իմ տեղակալի ոստիկանության պետի պաշտոնում արդեն նորանշանակ ոստիկանության պետին, որը եղել է համակարգի մաս, որը ժամանակ հետո վերադառնում է համակարգ եւ կարծում եմ վերադարձը դեպի համակարգ ոստիկանության բարեփոխումների ինտենսիվ իրականացման փուլում թույլ կտա հենց իմ նշած մոտեցումը իրականացնելու եւ ես նաեւ միջոցառման շրջանակներում դրան էլ անդրադարձակ երեք, երբ որ պաշտոնապես ներկայացնում էի նաեւ նորանշանակ ոստիկանապետին, պարոն Հովհաննիսյանին բնականաբար եղել է պատշաճ կերպով ծանուցում միջոցառման իրականացման մասով, մենք հրավիրել ենք պարոն Հովհաննիսյանին մասնակցելու միջոցառմանը, բայց հարգելի պատճառով պարոն Հովհաննիսյանը իր փոխանցմամբ չի կարողացել մասնակցել այս ներկայացմանը, բայց ես կրկին թե պարոն Հովհաննիսյանի հետ կոմունիկացիայի շրջանակներում եւ թե նաեւ նորանշանակ պետի ներկայացման ժամանակ հստակ իմ շնորհակալությունն եմ հայտնել պարոն Հովհաննիսյանին 30 տարուց ավելի ոստիկանության համակարգում աշխատանքի համար, ներդրած ավանդի համար, որը որ միայն բարձր գնահատականի է արժանի եւ չներկայանալը կարծում եմ նորից ինչ որ մանիպուլատիվ հիմնավորումների տեղ է տալիս, որը որ որևէ հիմնավորում որպես այդպեսին չունի, նշեցի արդեն իսկ։ Բարեկային ծառայության տրանսպորտային միջոցների մասով պարոն Մանուկյան, գիտեք, որ ընթացիկ մենք խնդիրներ ունեցել ենք որոշակի պարկի առումով, որովհետև ունեցել ենք վթարված մեքենաներ, այս պահի դրությամբ մենք ունենք ընդհանուր 698 տրանսպորտային միջոց բարեկային ծառայության ընդհանուր պարկ